Ես եմ շատ ուրախ եմ, որ այս քննարկումը լինում է անավարտ իրավաբանների ինստիտուցիան։ Ես իմ խոսքը սկսեմ մի փոքրիկ պատմական էքսկուրսիա։ 1987 թվականին աշնանը խորհրդային միության առողջապահության նախարար Չազովը այցելեց Մայրաքաղաք Սուրբեջմիած և իր ուղեկցում էր խորհրդային Հայաստանի վարչապետ։ Ես այն ժամանակ պարսավերլակ վերարանում աշխատանքի և ներկա եղա այդ ընդունելության ազգենդրական կողմից իբրև զուտ սարգավակ, որ պետք է ինչ-որ հասնարարություններ տանել։ Եվ իմ առաջին շփումն էր դա ընդհանրապես խորհրդային Հայաստանի բարձրաստիճան եզրափակության հետ։ Եվ ես ուղղակի շշմեցի այն վերաբերմունքից, որ ցուցաբերեց խորհրդային Հայաստանի կոմունիստ վարչապետ Ֆադեյ Սարգսյանը, որ տիական խոնալվով, թեև տարիքային է ձեզ տարբերություն շատ չես տարբերություն չէ, որ տիական խոնալվով, ամենայն հարգանքով, բոլոր այդ բոլշևիկյան գաղափարախոսությունն մի կողմ դրած և հարգելով այն հանգամանքը և այն ինստիտուտը, որ ներկայացնում է Վազգեն Ղարաբաղը։ Եվ դրանից հետո է մնացած բոլոր վարչապետների հանդիպմանը երևի թե ներկայացվել է ամենայն հայոց կաթողիկոսների հետ և կարող եմ վստահաբար ասել, որ բոլորի մոտ եղել է այդ պատկառակի և խոնարհության զգացման։ Ինչը որ անպայմանորեն պետք չէ մեկնաբանել անձնական ժողովուրդը, այլ որ պետականության հասկացողությունը և պետական ինստիտուտի մոտեցումը կրոնական ինստիտուտի նկատմամբ այդ բոլոր մարդկանց մոտ խորապես նստած էր և խորապես կայացած էր։ Եվ խորհրդային Հայաստանում նույնիսկ պետական ինստիտուտները շատ ավելի կարևորում էին, գոնե 70-80-ական թվականներին շատ ավելի կարևորում էին եկեղեցու դերը և նշանակությունը, քան այսօրվա, այսպես ասած, անկախ Հայաստանի իշխանությունը։ Եվ սա է մեր մեծագույն ցավը, իբրև հոգևորական, որ անկախ Հայաստանի պայմաններում մենք պետք է վերադառնանք 1920-30-ական թվականների ժամանակներ, երբ որ մասսայական հարցակումներ էին տեղի ունենում հայ եկեղեցիում և հայ եկեղեցականության նկատմամբ, ինչը որ կարող է թուլացնել եկեղեցին, բայց ավելի ողբերգական հետևանքներ է ունենալու պետության և պետականության վրա։ Եվ ես այնքան մտահոգված չեմ այդ հարցակումներից իբրև եկեղեցական, որքան մտահոգված եմ այդ հարցակումներից իբրև Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի։ Եվ ես լիիրավը միշտ շեշտում եմ, որևիցե մեկը իրավունք չունի հոգևորականին, որը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի և ուներ հնարավորություն ուրիշ քաղաքացիություններ ունի, կարող է չի ունեցել, մնացել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որևիցե մեկը չի կարող սահմանափակել այդ քաղաքացու իրավունք։ Եվ մենք, եթե ընդհարման մեջ ենք նույնիսկ շագերտների մեջ պետականության հետ չէ, որ ագամարտության մեջ ենք, այլ այսօր իշխանության։ Եվ երբ որ ասում ենք զբաղվում ենք քաղաքականությամբ, այսինքն մի իշխանություն, որ կարող է հազարամյա, երկհազարամյա Արցախի թեմը լիկվիդացնել, և մենք պիտի ծափահարենք և ասենք, հա, դա մեզ չի վերաբերում, սա քաղաքական հարց է։ Եվ որ մի իշխանություն հարյուրներով, հազարներով եկեղեցիներ և բանկեր հանձնում է թշնամուն և այդ տարածքը հայտարարում պատմական Ադրբեջան, ուրեմն մեր ընդվզումը քաղաքականության մեջ ընդգրկվել է,
ուրեմն մենք իբրև Հայաստանի Հանրապետության իրավ քաղաքացիներ ցանկացած իրավունքից կարող են օգտվել, որը օգտվում է որևիցե մի քաղաքացի։ Հետևաբար վերադառնալով իմ ասածին, իմ մտահոգությունը այն չի, որ եկեղեցական վրա հարձակվի շատ են հարձակվել, սրանք են հարձակվել կազմի գնանք։ Իմ մտահոգությունը առավել եւ այս մասին եմ ուզում շեշտել, իմ մտահոգությունը առավել պետական ինստիտուտների բացարձակ եւ ամբողջական եւ ասված մի առաստրի, որ անվերադարձ լինի կոլապս։ Այսինքն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մտել է մի տարածք, որ իրենը չի, եւ ինքը ոչ մի իրավունք չունի, ոչ որպես քաղաքացի, ոչ որպես վարչապետ մտնելու, բայց մտել է եւ պետական ինստիտուտները իրեն չեն ասում, թե այս բանը մի արա։ Այսինքն չկա ազգային անվտանգության ծառայություն, որ ասի գիտես ինչ, ազգային անվտանգության սպառնալիք է եկեղեցին փոխել քայքայել ներս։ Չկա ազգային անվտանգություն փաստացի, որ չի սովորեցնում այսօրվա իշխանությանը, թե ինչպես պետք է մոտենալ եկեղեցին։ Չկան ուժային կառույցներ, որոնք ասեն, որ արտարադատության նախարարություն, որոնք ասեն, որ գիտես ինչ, օրենք ես խախտում, սահմանադրություն ես խախտում, իրավական նորմերն ես խախտում, մտնում ես մի տարած, որտեղ իրավունք չունես մտնելու։ Ոչ միայն պետություն եկեղեցի հարաբերությունների կոնտեքստում, այլ նաև մարդու անձնական կյանքի հետ կապված։ Ոչ մեկը եւ ոչ մի անձնավորություն Հայաստանի Հանրապետության մեջ մարդկանց անձնական կյանքից այնքան գաղտնիքների եւ գիտելիքների չի տիրապետում, որքան որևիցե մի հոգեվորական։ Չի կարող որևիցե մեկը հոգեվորականի չափ գաղտնիքների տիրապետել։ Ուրիշների կյանքի վերաբերում, ոչ թե սեփական, ուրիշների կյանքի վերաբերում։ Բայց ոչ մի հոգեվորական դա չի օգտագործի ինքև շանտաժի միջոց։ Երբեք չի սպառնում որևիցե մեկին հրապարակելու համար որևիցե մի գաղտնիք, որը նույնիսկ խոստովանության ճանապարհով չի ստացել, ուղղակի մարդը մոտեցել է, խորհուրդ է հարցրել, ասել է, դա խոստովանություն չէ դեռ։ Որևիցե մի հոգեվորական շանտաժի չի ենթարկվում։ Իսկ այս մարդը պետական շանտաժով է զբաղված, եւ ուրեմն արտարադատության նախարարությունը չի ասում, թե պարոն, այս օրենք է ստացվում, հանձնագործություն ես կապել։ Քննչական կոմիտեները քրեական գործեր չեն հարուցում։ Առաջին տիկին համարվողը մանկապարտության մեղադրանք է ներկայացնում, անորոշ, յանվեր, հայ եկեղեցի հոգեվորականների նկատմամբ եւ քրեական գործ չի հարուցված։ Եվ քրեական գործ չի հարուցվում։ Առողջապահության նախարարությունը չի տեսնում, որ առաջին անձը, որը զբաղեցնում է դատորը, հոգեական լուրջ պրոբլեմներ ունի։ Այսինքն ոչ մի ինստիտուտ չի աշխատում ես գիտում, ոչ մի կառավարական, ոչ մի պետական ինստիտուտ չի աշխատում։ Հետևաբար իմ մտահոգությունը, սա ասեմ եւ վերջացնեմ, երևի ժամանակը այլոց։ Պետական ինստիտուտների լիակատար կոլապսն է։ Որովհետև եթե պետական ինստիտուտները աշխատում են, վարչապետը չի կարող իրեն պահել այսպես։ Ոչ էլ առաջին տիկին կոչված, որ առաջին տիկին չի կարող իրեն պահել այսպես անպատասխանատու։ Որովհետև պետական մարմինները պետք է զսպեն։ Դրա համար գոյություն ունի, որպեսզի զսպեն։ Եվ հետևաբար ես Հավարտելով ասել, որ շատ ուրախ եմ, որ այստեղ իրավաբաններ, հաստաբաններ, իրավագետներին հավաքված, ովքեր պետք է այս ձայնը բարձրացնեն, որ ոնց կարող են պետական ինստիտուտները, որոնք կոչված են այդ հարցերով չեն զբաղվում եւ լիակատար թողել են բախտիկը մահաճույքին, թե տեսնենք, թե ամեն առավոտ ինչ-որ մի հոգեկան լուրջ պրոբլեմներ ունեցող անձ ինչ կգրի եւ ամբողջ ազգը կզբաղվի այդ գերազանցությամբ։ Շնորհակալություն։